շարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալ եմ, կարծեք լավ ավանդույթ է ձևավորվել, մի քանի ամիս մեկ այս տաղավարից խոսել ծրագրի բարեփոխումների մասին, արձանագրել ցուցանիշները, ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ կառավարության ուշադրության կենտրոնում են մշտապես տեղահանվածների խնդիրները, այդ թվում բնակարանային ծրագիրը եւ մենք ականջալուր լինելով նրանց կողմից ներկայացված բոլոր խնդիրներին բարբերաբար ծրագիրը բարեփոխում ենք եւ այսօր եւս մեկ անգամ ունենք այդպիսի բարեփոխումների փաթեթ։ Ընդհանուր եթե խոսենք, բարեփոխումները կարող ենք երկու հիմնական մասի բաժանել, որոնց մի մասը վերաբերվում են հենց շահառուներին, այսինքն նրանց կողմից այս ընթացքում բարձրաձայնված խնդիրներին, առաջարկներին, իսկ մյուս մասը վերաբերվում են պետության եւ ֆինանսական կազմակերպությունների միջև փոխհարաբերություններին, այդ թվում ֆինանսական ռեսուրսների կառավարման ավելի արդյունավետ գործիքակազմերի ներդրմանը։ Այժմ խոսենք այն փոփոխություններից, որոնք վերաբերվում են մեր շահառուներին։ Գործնականում մենք ունենում էինք դեպք ամուսնալուծված ընտանիքներում, երբ երեխաները անչափահաս մի ծնողի խնամքին էին, իսկ ծրագրին դեռևս դիմում էր մյուս ծնողը։ Եվ այս դեպքում մենք ունենք խնդիր, քանի որ մինչ այս փոփոխությունը անչափահաս երեխան, քանի դեռ իր իրավունքը հավաստագիր ստանալու չէր իրացրել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում դիմել։ Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը եւս այդպես է արձագանքում, այսինքն երեխան որպես ընտանիքի պարտադիր անդամ համարվում է այն ընտանիքում պարտադիր անդամ, ում դատարանի վճռով վերագրված է այդ իրավունքը, իսկ եթե չունենք դատարանի վճիռ, իրավունքը ավտոմատ վերագրվում է մայր ծնողին, եւ հիմնականում մեզ մոտ խնդիրը հենց ցակել էր հայր ծնողների մոտ, ովքեր չէին կարողանում դիմել, քանի դեռ մայր ծնողը երեխայի հետ իրավունքը չէր իրացրել։ Եվ այս պահից սկսած բոլոր այն ամուսնալուծված ծնողները, որոնց խնամքին չէ երեխան, կարող են այլևս դիմել եւ ստանալ հավաստագիր առանց դիմում հայտարարության մեջ անչափահաս երեխայի տվյալը լրացնելու, քանի որ այդ իրավունքը այլևս վերագրված է կամ դատարանի որոշմամբ խնամակալ հանդիսացող ծնողին, կամ եթե չունենք դատարանի որոշում, մայր ծնողին։ Այսինքն առանձին որպես սուբյեկտ, հա, ամուսնալուծված անձը կամ ինքը մենակ իր համար։ Մենակ կամ եթե այլևս ունի նոր ընտանիքի կազմում, այսինքն նախորդ ամուսնությունից, որտեղ կա արդեն ամուսնալուծություն ծնված անչափահաս երեխան, այլևս իր ընտանիքի պարտադիր կազմում չի դիտարկվի եւ իր դիմումը չի մերժվի թերի կազմ հիմքով, քանի որ իրավունքը վերագրվել է այլևս մայր ծնողին կամ եթե ունենք դատարանի վճռով որոշված խնամակալ ծնողին։ Վիճաբանության խնդիրը չի լինի արդեն ընտանիքի միջև։ Այո։ Եվ այս պահից սկսած արդեն այդ ծնողները կարող են դիմել։ Ներկայում դեռևս ծրագրային ապահովումը թարմացված չէ, քանի դեռ ծրագրային ապահովումը չկա, նրանք կարող են դիմել նախարարություն, դիմումի հիման վրա մեխանիկական եղանակով հավաստագիրը կգեներացվի, իսկ առաջիկայում նաև կլինի ծրագրային ապահովումը եւ ինքնաշխատ եղանակով այդ հավաստագիրը կգեներացվի։ Այս հարցը հենց ամուսնալուծված անձինք են բարձրացրել։ Այո, հայր ծնողների կողմից բարձրացված խնդիր է, որովհետեւ հիմնականում չունենք դատարանի վճիռ եւ երեխաների խնամքը հանձնված է մայր ծնողներին։ Երկրորդ շատ կարևոր փոփոխությունը վերաբերվում է այն ընտանիքներին, որոնց դիմում հայտարարությունը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Միջգերատեսչական հանձնաժողովին դիմաց դիմումների մեջ բազմաթիվ էին այն դիմումները, որտեղ դիմումը մերժվել էր մինչև 6 տարեկան երեխայի տվյալների բացակայության հիմքով, այսինքն տվյալները առկա չեն ներքին գործերի նախարարության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տեղահանվածների շտեմարանում։ Պատճառը շատ տարբեր կարող է լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, այսինքն կամ մուտքագրող օպերատորն է թերացել, կամ ծնողը տվյալը չի ներկայացրել, կամ երեխան ծնվել է Հայաստանում եւ հետեւաբար ֆիլտրի տակ է ընկել, պատճառները տարբեր էին, բայց պետք էր լուծում։ Եվ քանի որ միջգերատեսչական հանձնաժողովն էլ բնականաբար այդ դիմումը բավարարում էր եւ հավաստագիր էր շնորհում ընտանիքին, որոշվեց, որ եթե 23 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ երեխայի 6 տարին լրացած չի եղել,
եւ ընտանիքի դիմումը մերժվում է բացառապես այդ երեխայի տվյալների բացակայության հիմքով, այլևս այդ դիմումները չեն մերժվի եւ միայն այդ երեխայի գործոնով պայմանավորված դիմումը չի մերժվի եւ կհաստատվի։ Այսինքն եթե ունենք մինչեւ 6 տարեկան երեխա, ում 6 տարին լրացած չի եղել տեղահանության օրվա դրությամբ եւ ընտանիքի մյուս բոլոր անդամների մոտ ամեն ինչ նորմալ է տվյալներում, երեխան ավտոմատ կհամարվի շահառու եւ դիմումը այլևս չի մերժվի։ Այսպիսի մերժված դիմումներ մենք բավականին շատ ունեինք։ Այս պահից այդ դիմումները եւս արդեն կհաստատվեն։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր, եթե կհիշեք, նախորդ մեր բարեփոխումների ժամանակ բավականին մեծ քանակությամբ բնակավայրեր, արժեքը 1 անձի հաշվով 3-ից դարձավ 4։ Եվ այն ընտանիքները, ովքեր մինչ այս փոփոխությունը ունենալով դրական մնացորդն իրացրել էին վերանորոգման վարկ ստանալու համար, բայց ոչ ամբողջ սահմանաչափով, որտեղ գիտենք, որ դրական մնացորդը մինչև 4 միլիոն դրամ կարող է ուղղվել վերանորոգման վարկին, դիցուք 1 միլիոն դրամ ուղղել էին վերանորոգման վարկին, եւ երբ աջակցությունը 3-ից դարձավ 4 միլիոն եւ ընտանիքներից շատերը կրկին ունեցան դրական մնացորդ եւ ուզում էին լրացնեին այն տարբերությունը կրկին վերանորոգման վարկի տեսքով, այդ հնարավորություն չկար, քանի որ ծրագրի շրջանակում նախատեսված էր 1 վերանորոգման վարկ։ Եւ այս որոշմամբ այդ ընտանիքներին կտրվի հնարավորություն ստանալ երկրորդ վերանորոգման վարկը եւ այսուհետ ֆինանսական կազմակերպությունները կարող են այն ընտանիքներին, ում 1 անգամ տվել էին վերանորոգման վարկ, տրամադրել եւս 1-ը, բայց հիշեցնում եմ կրկին սահմանաչափի շրջանակում, այսինքն սահմանաչափը չի փոխվել, շարունակում է մնալ 4 միլիոն դրամ ընտանիքի հաշվով, որը ընտանիքի 6-րդ անդամից սկսված ավելացվում է յուրաքանչյուր 6-րդ եւ հաջորդ անդամի հաշվով 800,000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան 8 միլիոն դրամը մեկ ընտանիքի հաշվով։ Եվ այս պահից սկսած արդեն մեր հայրենակիցները կարող են դիմել եւ ստանալ երկրորդ վերանորոգման վարկը, եթե դրա կարիքը կա։ Մեկ այլ փոփոխություն, որը կրկին դրական մնացորդի իրացմանն է վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր հավաստագրով ձեռք են բերել անհատական բնակելի տուն, որը ունի վերանորոգման կարիք, բայց ընտանիքը ունի դրական մնացորդ եւ ցանկանում է այն ուղղել այդ տան վերակառուցմանը, օրինակ երկրորդ հարկ ավելացնեն կամ տնամերձ տարածքում որևէ նոր շինություն կառուցելուն, որը մինչ այս ֆինանսական կազմակերպությունների վերանորոգման վարկի պորտֆելում ներառված չէր եւ նրանք չէին կարող վերանորոգման վարկի շրջանակում տրամադրել նման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված վարկ եւ այս պահից սկսած այդ փոփոխությունը եւս արդեն իրականացված է եւ այն մարդիկ, ովքեր ձեռք են բերել անհատական բնակելի տուն եւ ցանկանում են այն վերակառուցել կամ տնամերձ տարածքում որևէ նոր շինություն կառուցել, արդեն կարող են դիմել ֆինանսական կազմակերպություն, այն նույն բանկը, որտեղ իրացրել են հավաստագիրը եւ ստանալ վերանորոգման վարկ, որը կուղղեն այդ աշխատանքների իրականացմանը։ Մեկ այլ շատ կարևոր փոփոխությունը վերաբերվում է հավաստագրերի միավորմանը։ Այստեղ հիմնականում խնդիրը առաջացել էր այն ընտանիքներում, որտեղ ընտանիքի 1 կամ 2 անդամը քաղաքացիություն ստանալու հետ կապված ունեին որոշակի խնդիրներ, դա հիմնականում վերաբերվում է ավելի տարեց անձանց, ովքեր ունեն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, այսինքն փաստաթղթերը պահպանված չեն, կա փաստաթղթերի կրկնօրինակները վերականգնելու կարիք եւ մի փոքր ձգձգվում էր քաղաքացիության ստացումը, ըստ այդմ նաեւ ծրագրին դիմելը, բայց որպեսզի չտուժեն ընտանիքի մյուս անդամները, հնարավորություն է տրվում, որպեսզի ընտանիքի մի մասը, իհարկե խոսքը այստեղ ոչ պարտադիր կազմի մասին է, դիմեն, ստանան հավաստագիրը, իրացնեն, այնուհետ երբ ընտանիքի այդ անդամը, ով ունի խնդիրները կարգավորելուց հետո ստանա քաղաքացիություն, դիմի, ստանա հավաստագիր, խոսքը այստեղ 1, առավելագույնը 2 անձի մասին է, եւ այդ հավաստագիրը չիրացված միավորի ընտանիքի մյուս կազմին, ովքեր արդեն իրացրել են հավաստագիրը, եւ այս դեպքում հավաստագրով հասանելիք գումարը կդիտարկվի որպես դրական մնացորդ, քանի որ հավաստագիրն արդեն իրացված է, եւ կուղղվի համապատասխան ուղղություններով վերանորոգման վարկի ստացում, կահույքի եւ կենցաղային տեխնիկայի ձեռքբերում կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։
Մեկ այլ կարևոր փոփոխությունը վերաբերվում է արդեն միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանը։ Նախ գործնականում հասկացանք, որ շատ ունենում ենք դեպքեր, երբ կարիք է լինում տեղեկատվություն ստանալ պաշտպանության նախարարությունից, քանի որ գործ ունենք զինծառայողների հետ, եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, եւ որպեսզի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպվեն, որոշում կայացվեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի կազմը կհամալրվի այդ գերատեսչությունների ներկայացուցիչներով եւ արդեն հաջորդ նիստին մենք կունենանք նաեւ ներկայացուցիչներ այդ գերատեսչություններից, ինչը էապես կհեշտացնի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը եւ ավելի արդյունավետ կդարձնի այն։ Նաեւ միջգերատեսչական հանձնաժողովը այսուհետ հնարավորություն կունենա ուսումնասիրել այն դիմումները, որոնք մերժվել են գույք ունենալու հիմքով։ Եթե նախորդիվ գույք ասելով հասկանում ենք միայն գնման իրավունքը, որը ներկայում օտարված է, բայց համապատասխան ժամանակահատվածում, որը ծրագրի շրջանակում է դիտարկվում, դա տեղահանության օրվա դրությամբ եւ մեզ դիմելու օրվա դրությամբ է, այդ օրվա դրությամբ ունեցել են, բայց ներկայում օտարել են տարբեր պատճառներով եւ օրինակ վճարումներ անհնարին է եղել կատարել եւ դրա արդյունքում գույքը օտարել են։ Եթե նախորդիվ դա վերաբերվում էր միայն գնման իրավունքին, ներկայում դա վերաբերվում է նաեւ եղած գույքին եւ եթե մեր հայրենակիցները կներկայացնեն հիմնավորումներ, թե ինչու է գույքը օտարվել եւ այդ հիմնավորումները կլինեն ընդունելի միջգերատեսչական հանձնաժողովի համար, այդ ընտանիքը եւս կստանա հավաստագիր եւ դիմումը չի մերժվի գույք ունենալու հիմքով։ Մյուս փոփոխություններն արդեն վերաբերվում են պետության եւ ֆինանսական կազմակերպությունների միջև փոխհարաբերություններին։ Այստեղ ես խնդրում եմ մեր հայրենակիցները ուշադրություն դարձնեն, որ ծրագրում ավելացել է 20% կանխավճար պարտադիր, բայց դա որևէ կերպ իրենց չի վերաբերվում, այսինքն մեր շահառուների կյանքում ոչինչ չի փոխվում եւ այդ կանխավճարը եւս պետության կողմից է ֆինանսավորվելու, այսինքն ընդամենը եթե օրինակ պայմանական 20 միլիոն դրամ, 4 հոգանոց ընտանիքը 5 միլիոն դրամ արժողությամբ բնակավայրից պետք է ձեռք բերի գույք, նրան հասանելիք գումարը 20 միլիոն դրամ է, տունը արժի 20 միլիոն դրամ, եթե մինչ այս պետությունը 20 միլիոն դրամներ վարկով վերցնում եւ շատ ավելի մեծ տոկոսագումարներ էր վճարում, ներկայում 20 միլիոն դրամից 4 միլիոն դրամը պետությունը միանվագ է վճարելու կանխավճարի տեսքով, մնացած 16 միլիոն դրամը արդեն վարկի տեսքով եւ այսպես պետության ֆինանսական բեռը մի փոքր կթեթևանա բանկի նկատմամբ պարտավորությունների կատարման տեսանկյունից, բայց շահառուների համար որևէ բան չի փոխվում, ոչ աջակցության չափն է ավելանում կամ պակասում, ոչ էլ իրենք ունեն պարտավորություն կատարել այդ կանխավճարը եւ սա շատ կարեւոր է, որպեսզի հանկարծ տարընկալման տեղիք այս փոփոխությունը մեր հայրենակիցների շրջանում չառաջացնի։ Եվ եւս մեկ փոփոխություն, քանի որ ծավալները գնալով մեծանում են եւ ֆինանսական կազմակերպությունների, բանկերի սեփական ռեսուրսները ժամանակի ընթացքում արդեն կսկսեն չբավականացնել, որոշում է կայացվել, որ գործընթացին կմիանան վերաֆինանսավորող կազմակերպությունները, խոսքը ազգային հիպոթեկային ընկերության մասին է եւ որպես ընկերությունը կարողանար մասնակցել ծրագրին, պետք է համապատասխան պայմաններ ապահովել եւ այստեղ սահմանվել է, որ վերաֆինանսավորման դեպքում տոկոսադրույքը կկազմի վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած առավելագույնը 2%-ային կետ, բայց իհարկե ոչ ավել քան 13%-ը, որպեսզի բանկերի սեփական ռեսուրսով ֆինանսավորման տոկոսադրույքը չգերազանցի։ Ընդհանուր առմամբ փոփոխություններն այսքանն էին։ Շատ լավ, հարցերով շարունակենք։ Մասնավորապես դրական մնացորդի պարագային փոփոխություն եղավ, որոնք կարող են ուղղվել վերակառուցման, վերանորոգման, գույք ձեռք բերելուն, հիշում ենք, որ շահառուները շատ հաճախ հարց են բարձրացնում, որ առանց այդ էլ եղած գումարը չի բավականացնում բնակարան ձեռք բերելու համար, ուր մնաց լինի դրական մնացորդ, որպեսզի այլ ուղղությունների համար կարողանան ծախսել։ Ձեր վերլուծությունները ինչ են ցույց տալիս։ Ունենք դեպքեր, երբ մարդիկ իրոք բնակարան են ձեռք բերել, բնակարանի խնդրի հարցը լուծել են եւ ունեն դրական մնացորդ։ Ես շատ շնորհակալ եմ այս հարցի համար, քանի որ այո, սա շատ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները ի վերջո ընդունեն, որ այո, գուցե որոշ դեպքերում գումարը չի բավականացնում, եթե խոսում ենք փոքր կազմով ընտանիքների մասին, որոնք նախընտրում են Երևանը, որտեղ աջակցությունը մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամ է, բայց ընդհանուր ծրագրի տրամաբանության մեջ խոսել, որ գումարը չի բավականացնում, իհարկե չի կարելի, քանի որ մենք այս պահին ունենք 1014 ընտանիք, ովքեր ունեն դրական մնացորդ
եւ նրանցից 657-ը այդ դրական մնացորդն արդեն իսկ ուղղել է վերանորոգման վարկի ստացմանը, ընդ որում այստեղ արդեն ֆինանսական կազմակերպությունների կողմից շուրջ 2 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել, որի գծով ամսական մարումները պետությունն է իրականացնում, 680 ընտանիք դրական մնացորդով ձեռք է բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա եւ այստեղ պետական բյուջեից միանվագ արդեն իսկ վճարվել է շուրջ 1 միլիարդ դրամ եւ 46 ընտանիք ունենք, ովքեր ձեռք են բերել գյուղնշանակության հողամաս եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից 153 միլիոն դրամի վարկ է արդեն տրամադրվել, ընդ որում նշեմ ինչու 46-ը փոքր թիվ է գուցե, բայց գյուղնշանակության հողամաս հիմնականում ձեռք են բերում այն ընտանիքները, ովքեր օգտվում են եւ վերանորոգման վարկի բաղադրիչից եւ կահույքից եւ կենցաղային տեխնիկայից եւ կրկին ունենում են դրական մնացորդ, որը արդեն երրորդ ուղղությամբ են օգտագործում եւ դրանով է պայմանավորված, որ թիվը փոքր է։ Այսինքն ըստ էության 1014 ընտանիք ունեցել է դրական մնացորդ, այսինքն գույքը ձեռք է բերել ավելի մատչելի, քան իրեն հասանելիք գումարներ։ Իսկ այս 1014 ընտանիքը, որ դրական մնացորդ է ունեցել, ինչ տարածաշրջանում են բնակարանների խնդիր լուծել։ Եթե խոսենք ընդհանուր իրացված հավաստագրերի մասին, մեզ մոտ բարեբախտաբար չունենք կենտրոնացում որևէ մարզային բնակավայրում, եւ դա շատ կարեւոր է մեր մյուս քաղաքականության տեսանկյունից, որը համաչափ տարածքային զարգացումն է, եւ հենց դրանով է պայմանավորված, որ Երևանում աջակցության չափի վերանայումը չի քննարկվում, եւ մեր իհարկե առաջատարը ինչպես միշտ շարունակում է մնալ Կոտայք այստեղ ունենք 790 ընտանիք, Արմավիրն է հաջորդ թիվ 543 ընտանիքով, ընդ որում Արմավիրի ցուցանիշը կտրուկ աճեց եւ Կոտայքինը, երբ 3-ը 4 դարձավ աջակցության չափը։ Երրորդ տեղում Արարատն է 368 ընտանիքով, այնուհետ գալիս է Երևանը 4-րդ տեղում 366 եւ սա եւս մեկ ապացույց է այն մասին, որ ընտանիքները այդպես չի, որ բոլորը նախընտրում են Երևանը, այսինքն Երևանը մեզ մոտ 4-րդ տեղում է, Լոռիում ունենք 315 ընտանիք, Սյունիքում 184, Գեղարքունիքում 129, Շիրակում 115, Արագածոտնի մարզում 101 ընտանիք է գույք ձեռք բերել, Տավուշում 73 եւ Վայոց ձորում 51։ Սա ընդհանուր թիվ եք ներկայացնում, թե այն ընտանիքներ են, որոնք ունեցել են դրական մնացորդ։ Սա ընդհանուր թիվն է, որոնք ունեցել են դրական մնացորդ, իսկ ովքեր իրացրել են հավաստագիրը, իսկ դրական մնացորդ ունեցողները հիմնականում Սյունիքի մարզում են, իհարկե նաև ունենք Արարատի մարզում, Արմավիրում, Գեղարքունիքում, այսինքն այստեղ եւս շատ պատկերը տարբեր է։ Իսկ ընդհանուր թիվը 6000-ից ավելին է։ Հավաստագիր ստացածների, այո, այս պահի դրությամբ մենք ունենք 6911 ընտանիք, ովքեր ստացել են հավաստագիր, դա շուրջ 28441 անձի մասին է խոսքը եւ նրանցից 3254-ը շուրջ 15000 անձ իրացրել է հավաստագիրը տարբեր 3 բաղադրիչներով, 2994-ը նախընտրել են ձեռքբերումը, 41 ընտանիք ներկայում գտնվում է կառուցապատման փուլում եւ 219 ընտանիք իրեն հասանելիք աջակցությունը ուղղել է մինչ ծրագրի մեկնարկը արդեն իսկ ձեռքբերված հիպոթեկային վարկի մայրգումարի մարմանը։ Եվ այն դիտարկումները, որ շահառուները նշում են, որ շուկայում անշարժ գույքի գները բարձրացրել են եւ չեն կարողանում տեղավորվել հնարավոր չէ, դա ավելի շատ Երևան եւ Երևանամերձ հատվածներին է վերաբերում։ Ինչպես տեսնում ենք, մի քիչ ավելի հեռավոր հատվածներում ավելի շատ է լինում։ Այո, միանշանակ, եթե խոսում ենք արժեքի մեջ չտեղավորվելու մասին, խոսքը բացառապես Երևանի մասին է եւ փոքր կազմով ընտանիքները, ովքեր Երևան կամ Երևանամերձ բնակավայր են նախընտրում։ Մնացած բոլոր դեպքերում հիմնականում աջակցությունը բավականացնում է, իհարկե դա բացառապես շահառուների ցանկությունն է, եթե նրանք ցանկանում են ավելի մեծ գույք ձեռք բերել, ավելի լավ պայմաններով, ավելի Երևանին մոտ եւ պատրաստ են դրա համար ունենալ մասնակցություն, իհարկե պետությունը որևէ խնդիր այստեղ չի տեսնում, մենք միայն ունենք տան առավելագույն արժեք, որը 55 միլիոն դրամն է, որը չպետք է գերազանցի, մնացածը բացառապես իրենց ընտրությունն է, ընդ որում այստեղ իրենք կարող են ինչպես տարբերությունը հավելյալ վարկի ներգրավման միջոցով լրացնեն, այնպես էլ եթե ունեն կանխիկ միջոցներով։ Այսինքն տոկոսայինով մոտավոր կարող եք ասել, քանիսն են ընտանիքները, որոնք իրենք են ավելացնում հավաստագրի եղած գումարով։
Տեսեք, մենք այս պահին, եթե խոսենք առաջին եւ երկրորդ բաղադրիչի մասին, ձեռքբերման եւ կառուցապատման 3035 ընտանիքից 1803-ը բացառապես սուբսիդավորմամբ են անշարժ գույքը ձեռք բերել, այսինքն որևէ լումա չեն ավելացրել եւ մի մասն էլ ունի դրական մնացորդ։ Եվ 1232 ընտանիք է ընդամենը, որ հավելյալ միջոցներ է ներգրավել, բայց նրանցից 204-ը շուրջ 348 միլիոն դրամ հետ են ստացել եւ ուղղել են այդ հավելյալ վարկին, երբ 3 միլիոնը դարձավ 4 միլիոն։ Այսինքն այստեղ շատ ավելի մոտավորապես 1000 հոգու մասին է խոսքը, որ ավելացրել են գումար, մնացածը 100% սուբսիդավորմամբ են ձեռք բերել։ Մեկ անգամ եւս եթե կարելի հիշեցնենք, թե որ պարագայում է 3, որ պարագայում 4 միլիոն եւ ասում ենք վարկ, բայց գծենք, որ այստեղ ոչ մի պարտավորություն քաղաքացին չունի, բանկի հետ կապված բոլորը պետությունն է անում։ Այո, ընտանիքի մեկ անձի հաշվով աջակցությունը 5 միլիոն դրամ է 710 Լ որոշմամբ սահմանված 252 բնակավայրերում, որոնք նշեմ ոչ բոլորն են սահմանամերձ եւ ոչ բոլորն են գյուղական։ Երևան քաղաքում աջակցությունը 3 միլիոն դրամ է մեկ անձի հաշվով եւ մնացած բոլոր մարզային բնակավայրերում, այդ թվում քաղաքային, որոնք ներառված չեն 5 միլիոն արժողությամբ բնակավայրերի ցանկում, աջակցությունը ընտանիքի մեկ անդամի հաշվով 4 միլիոն դրամ է։ Եվ եթե մեր հայրենակիցը տեղավորվում է այս գումարի մեջ, դիցուկ 5 հոգանոց ընտանիքը Էջմիածին քաղաքում, որը 4 միլիոն դրամ է ցանկանում է ձեռք բերել գույք, 20 միլիոն դրամով, այստեղ ինքը որևէ մասնակցություն չի ունենում հիպոթեկային վարկի մարման գործընթացում։ Այսինքն 20 միլիոն դրամ մայր գումար եւ դրա նկատմամբ հաշվեգրվող 13% գումարը 10 տարիների ընթացքում մարում է պետությունը։ Շատ լավ, իսկ ընդհանուր քաղաքացիների թիվը կամ ընտանիքների թիվը, որոնք կարող են օգտվել այս ծրագրից եւ մինչ այժմ արդեն հավաստագիր ստացած եւ իրացրած անձանց թիվը։ Այս համադրությունը երբ որ նայում եք, ցուցանիշները աճի միտում ունեն, ինչպիսին է դինամիկան։ Մենք ծրագրի մեկնարկին, այսպես խիստ մոտավոր հաշվարկներով, մեր պոտենցիալը գնահատում էինք 20000 ընտանիք։ Իհարկե չի բացառվում, որ նրանց մի մասը չբավարարեն ծրագրի պահանջները, այսինքն ունենան գույք կամ այդպես էլ չդիմեն քաղաքացիության, եւ մի մասն էլ այո չցանկանան օգտվել ծրագրից, բայց այսպես առավելագույն մեր պոտենցիալը 20000-ներ ընտանիքները, որոնցից այս պահին, եթե խոսում ենք 3000-ից ավել թվի մասին, արդեն 35%-ը 35%-ը ստացել է հավաստագիր, շուրջ 7000 ընտանիք, եւ նրանց կեսն էլ արդեն իրացրել են հավաստագիրը, ինչը այս պահի մեր գնահատման բավականին լավ ցուցանիշ է, որտեղ չմոռանանք, որ ծրագիրը 5 տարիների ընթացքում պետք է իրականացվի, իսկ մենք դեռևս երկրորդ տարում ենք, եւ եթե այսպես մի փոքրիկ ինֆոգրաֆիկա ներկայացնեմ, 25 թվականի հունվարի 1-ին մենք ունեցել ենք 289 հավաստագիր ընդամենը, որից 4-ն էր իրացված, 26 թվականի հունվարի 1-ին այդ թիվը արդեն հասավ 4012-ի հավաստագրերը, որոնցից 1751-ն էր իրացված, եւ այսօրվա դրությամբ մենք արդեն ունենք 6911 հավաստագիր, մոտենում ենք 7000-ին, որոնցից 3254-ն են իրացված։ Կարծում եմ այս թվերը արդեն խոսում են մեր աճի դինամիկայի մասին։ Իսկ երբ հավաստագիրը տրամադրվում է շահառուհին, որքան ժամանակ է ունենում այն իրացնելու առումով։ Նշեմ, որ անկախ նրանից, թե շահառուները երբ են ստացել հավաստագիրը, հավաստագրերը ուժի մեջ են մինչև 28 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, իսկ ծրագրին դիմել կարող են մինչև 27 թվականի դեկտեմբերի 31-ը, այստեղ այն տրամաբանությունն է կիրառվել, որ նույնիսկ ամենավերջին օրը ստացած մեր հայրենակիցը առնվազն 1 տարի ունենա հավաստագրի իրացման համար։ Ես երբ սոցիալական ցանցերում դիտարկում էի քաղաքացիների գրառումները այս թեմայի հետ կապված, հիմնականում բարձրացնում էին անշարժ գույքի թանկ լինելը, որին անդրադարձանք, եւ երկրորդ հարցը, որ փոքրաթիվ ընտանիքներին ամեն դեպքում այս լուծումը չի բավարարում։ Տարիների ընթացքում այս ծրագրում անընդհատ բարեփոխումներ են կատարվում։ Արդյոք կան քննարկումներ փոքրաթիվ ընտանիքների հետ կապված այլ լուծումներ տեսնելու։
Տեսեք, ես եւս մեկ անգամ կցանկանամ նշել անշարժ գույքի շուկայի հետ կապված, որ երբեմն մեղադրում են, որ ինչու պետությունը չի կարգավորում այդ հարցը։ Նշեմ, որ անշարժ գույքի շուկա շատ զգայուն է եւ արագ արձագանքում է բոլոր պետական ծրագրերին եւ խոսքը բնավ միայն տեղահանվածների ծրագրի մասին չի, վառ օրինակ է մեր սահմանամերձ բնակավայրերում բնականաշինության ծրագիրը, որ ծրագրի մեկնարկից հետո այդ բնակավայրերում հողամասերի արժեքը, եթե չչափազանցնեմ, 1-0-ով ավելացավ։ Դա գուցե ծրագիրն իրականացնողների եւ շահառուների տեսանկյունից բացասական երևույթ է, բայց իրականության մեջ դա նորմալ է եւ ընդհանրապես գործ ունենք տնտեսագիտությունից հայտնի առաջարկի եւ պահանջարկի օրենքի հետ, բայց բարեբախտաբար այս գործընթացը եւս ինքնակարգավորվող է եւ եթե օրինակ մեր ծրագրի մեկնարկին իրավիճակը մտահոգիչ չէր տների արժեքների առումով, այսօր որոշակի կայունացում է նկատվում եւ դրա մասին նաեւ վկայում են մեր իրացված հավաստագրերի ցուցանիշները։ Ինչ վերաբերում է փոքրաթիվ ընտանիքներին, այո, ես խոսքի սկզբում էլ նշեցի, որ եթե խոսում ենք Երևանում կամ Երևանամերձ բնակավայրում գույք ձեռք բերելու մասին, այո, փոքր կազմով ընտանիքները 1-ից 3 անդամ ունեցող իրատեսական չէ, որ 100% սուբսիդավորմամբ կարողանան ձեռք բերել անշարժ գույքը, բայց ես ձեր թույլտվությամբ ներկայացնեմ մեր վիճակագրությունը այս բայդրությամբ փոքր կազմով ընտանիքների, ովքեր իրացրել են հավաստագրերը, եւ կարծում եմ այս թվերը արդեն ձեր հարցի պատասխանը կտան։ Մենք ունենք 116 ընտանիք մեկ անձով, ովքեր իրացրել են հավաստագիրը, որոնցից 69-ը 100% սուբսիդավորմամբ, այսինքն գումար չեն ավելացրել։ Ունենք 291 ընտանիք երկու անձով, որոնցից 180-ը կրկին 100% սուբսիդավորմամբ, եւ ունենք 390 ընտանիք 3 անձով, որոնցից 229-ը 100% սուբսիդավորմամբ, այսինքն եթե նույնիսկ բարդ է իրացումը փոքր կազմով ընտանիքների դեպքում, ամեն դեպքում անհնար չէ եւ եթե նախապատվությունը տանք Երևանից մի փոքր հեռու գտնվող 4 միլիոն արժողությամբ բնակավայրին կամ առավել եւս 5 միլիոն արժողությամբ բնակավայրին, ապա նույնիսկ փոքր կազմով ընտանիքը 100% սուբսիդավորմամբ կարող է իրացնել հավաստագիրը։ Շատ լավ, շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար, հավելելու բան եք։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, ձեր գործերին հաջողություն, ավարտենք։